Մենք տեսանք այդ ուրախ ավտոբուսում բերման ենթարկված Սասունին, որին եւս ստիպում էին սրտի կանել, բայց նա նենց մի կերպ պլստած Նիկոլի հրահանգը կատարելուց, իդեպ այդ նույն Սասունը ես զարմանում եմ, քանի օր սպասում եմ, որ պիտի կանչվի քննչական կոմիտե, որտեղ ինքը հայտարարություն էր արել, ըստ էության ինքը ասել էր, որ այն ըստ էության ինքը պարզվում է գիտի հոկտեմբերի 27-ը ովքեր են կազմակերպել, ասում են նրանք ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27, ուզում էին մի հատ հոկտեմբերի 27 էլ կազմակերպեին Նիկոլ Փաշինյանի գլխին եւ ալո գլխավոր դատախազ Սասունը շարունակում է ուրախ ավտոբուսում տժալ փաստորեն իրան գիտեն ով է կազմակերպել մարտի 1-ը հոկտեմբերի 27-ը բա որ գիտեք Այն հայտնի խոսքա զաձերշկան ինչու՞մն է, այսինքն չի կարելի չէ այդ ողբերգությունները մոնետիզացնել եւ տասնյակ եւ ավել տարիներ շարունակ դրանցից քաղաքական դիվիդենդներ քամել եւ անընդհատ հանրությանը կերակրել, որ հեսա դուք կտեսնեք ինչ ենք անելու, ինչ ենք բացահայտելու 19 թվականին էր, չէ՞ որ Նիկոլը խրոխտ հայտարարեց մարտի 1-ը բացահայտված է, քանի տարի է անցել Նիկոլ 19 թվականից, այսինքն չի կարելի մեր պատմության ողջակատագրական, ողբերգական դրվագները սարքել քաղաքական մանետիզացիայի, քաղաքական ապրանքի եւ քաղաքական դիվիդենդի առարկա։ Սասուն Միքայելյանը ընչի կանչված չի հարցաքննության։ Ալեն Սիմոնյանը, որ հայտարարում էր դոժձի եթերում, որ մենք ունենք պեդոֆիլ մանկապիղծ հոգեվորականներ, ինչի կանչված չի հայտարարության, որ մեր աչքը կողեն, ասեն այ սրանք են պեդոֆիլ հոգեվորականները մեզանից մեկը մի հատ թեթև, մի հատ ակնարկանի, որևէ իշխանավորի, որևէ սեփականության վերաբերյալ 3 վայրկյան հետո քննչական կոմիտեից ծանուցումը կստանանք։